Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր հունիսի 24։ Նրանք ունեին և լույսը, և կյանքը։ Հիսուս Քրիստոսի եկեղեցին հասարակության մեջ հոգևորական իշխանություն չունի, քանի որ այն հոգևորականություն չունի։ Ինչու են մեր կառավարության ղեկավարներն ու լրատվամիջոցները այդքան արհամարհական վերաբերմունք ցուցաբերում քրիստոնյաների նկատմամբ։ Ինչու է եկեղեցին կորցրել իր ողջ իմաստն ու նպատակը աշխարհի աչքերում։ Ինչու են երիտասարդները քրիստոնեությունը համարում իրենց կյանքի համար բացարձակապես անիմաստ։ Այսպիսի ժամանակներում դա պայմանավորված է նրանով, որ եկեղեցին այլևս չի ներկայանում որպես լույս։ Քրիստոսը չի կառավարում մեր հասարակության մեջ, քանի որ նա չի թագավորում իր ժողովրդի կյանքում։ Այսօր շուրջս նայելով տեսնում եմ, որ Աստծո տանը այնքան քիչ մարդիկ կան, ովքեր իսկապես միության մեջ են Քրիստոսի հետ։ Այնքան քիչ է հաղորդակցությունը երկնքի հետ, որ թվում է, թե քչերն են մերժում աշխարհիկ մեթոդները, լիովին վստահելով Աստծուն իրենց առաջնորդության համար։ Կարճ ասած, մենք կորցրել ենք մեր լույսը, քանի որ կորցրել ենք Քրիստոսի կյանքը։ Որպեսզի Աստծո իշխանությունը որևէ ազդեցություն ունենա, այն պետք է գործադրվի հնազանդ անոթների մեջ։ Նաբուգոդոնոսորի Բաբելոնյան թագավորությունը երկրի վրա ամենահզոր, ամենաուժեղ կայսրությունն էր։ Դանիելը մարգարեացել էր, որ յուրաքանչյուր հաջորդ թագավոր իրենից ցածր կլինի իր զորությամբ և ազդեցությամբ։ Ինչու պետք է դա այդպես լիներ։ Որովհետև Նաբուգոդոնոսորը Բաբելոնի իրական կառավարիչը չէր։ Այս մեծ կայսրության զորությունը չէր կայանում թագավորի կանգնեցրած ոսկե արձանի մեջ։ Ոչ, Բաբելոնի իշխանությունը գտնվում էր Աստծո կողմից օժտված մարդկանց մի փոքր խմբի ձեռքում։ Տերը ստեղծել էր գաղտնի երկնային կառավարություն, որը կառավարում էին Դանիելը և նրա 3 եբրայեցի ընկերները։ Այս մարդիկ Աստծո կառավարման գործիքներն էին, քանի որ գործում էին երկնային ոլորտում։ Նույնիսկ որպես աշխարհիկ հասարակության առաջնորդներ, նրանք ապրում էին մաքրության մեջ և հրաժարվում էին որևէ կապ ունենալ աշխարհիկ համակարգի հետ։ Փոխարենը նրանք ծածկվում էին Աստծո մեջ։ Արդյունքում այս սուրբ մարդիկ գիտեին ժամանակները։ Նրանք ունեին մարգարեությունները և կարող էին մարդկանց պատմել Աստծո ծրագրերը։ Նրանք պայծառ շողացող լույս էին մարդկության համար, քանի որ Աստծո կյանքը նրանց մեջ էր։ Իսկ դուք և ձեր եկեղեցին կրում եք լույսն ու կյանքը ձեր մեջ։